Կաթով արհեստական գանգրեցում լսել եք, եթե ոչ, իսկ կարող եմ կատարել դուք տեսնել։ Oiting slicing մազանոսրացում։ Վնասված մազերը ինչպես կարող են բացել։ Ինչպես ասեմ, հեսա ասեմ։ Կաթով։ Չեմ խաբում, իրական կաթ, խմելու կաթ։ Խմեմ տեսեք։ Գունաբացող նյութը պետք է քսել մազարմատների նոր աճված մազերին։ Ես մտածված տարաները դրել եմ թեքված տարբերակով, որպեսզի ինչ-որ ֆիրմայի անուն չկարդացվի։ Սղոցի ատամնավոր զիգզագաձև կտրվածք։ Դրված մազեր չեն, շատերին թվացել է, թե այն արհեստական աճեցված դրված ողջույն սիրելի հետևորդներ, վերջապես եկանք այն կետին, որտեղ պետք է պատասխանեմ ձեր հարցերին, հիմնականում ուսուցումների, դասընթացների հետ կապված, դե իհարկե բնականաբար կրկին վարսահարդարում, այն որ ես մշտապես ասում եմ չմեռնող մասնագիտություններ, որոնցից են համար առաջինը վարսահարդարումը, եւ մշտապես ձեր կողմից տված հարցերը հենց այս մասնագիտության շուրջ են, Եվ այնքան շատ, չափից շատ, որ ընտրել եմ մի քանիսը, որպեսզի կարողանամ ժամանակի առումով բավականացնել եւ պատասխանել ձեր հարցերին, ինչքան հնարավոր է կոնկրետ եւ մանրակրկիտ։ Ինչպես տեսնում եք, իմ ընկերուհին իմ կողքում է արդեն Իմ մշտական հաճախորդը, որի վրա բացատրում եմ, դասընթացները ցույց եմ տալիս ձեզ։ Այստեղ որոշակի գործիքներ, իրեր պարագաներ, ինչի մասին որ կվերաբերվի հարցը, քիչ մի փոքր, քանի որ կրկին շեշտում եմ, ամբողջ գլոբալ ծրագիր այսպես չեմ կարող ներկայացնել, ժամանակի առումով չեն բավականացնի։ Եվ կփորձեմ պատասխանել ձեր մեկնաբանություններին, հարցերին, ինչպես եմ խոստացել էի, նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից, այն մի փոքր ուշացնելու համար, քանի որ տեսակավորում եմ, որ կարողանամ պատասխանել։ Այնտեղ հարցերը շատ են, մինչև անգամ անձնականից, հետաքրքիր իմ ընտանեկան, իմ կյանքի վերաբերող վլոգներից մինչև մասնագիտական հարցեր։ Դե քանի որ վերջերս շատ չհաջողություններ կատարեցինք, ինչպես տեսնում եք, հետաքրքիր է, չէ՞, երբ որ ներկայացնում եմ իմ առօրյան, իմ կյանքը, իմ ընտանեկան վլոգները, ել ավելի հետաքրքիր է դառնում ձեզ համար, բայց խոստացել էի, չէ՞։ Ոչ, չենք թողնում, անցնում ենք մասնագիտական մեր ծրագրերին։ Իսկ դրան շատ են, բազմազան, տարբեր մասնագիտությունների առումով կփորձեմ հերթականությամբ ինչը բավականացնում եմ ներկայացնեմ ձեզ։ Եկեք առայժմ անցնենք այս ուղղությանը, քանի որ հիմնականում հարցերը չափից շատ հենց վարսահարդարման հետ են կապված։ Եկեք հիմա անցնենք ձեր տրված հարցերին, առաջինը։ Հարցը այսպիսին է. Կարինե ջան, ձեր մազերը նույն իմ մազերին նման է, նույն գույնը, նույն ձևը, համարյա նույն չափը, եթե իմը ավելի երկար չէ, եւ կցանկանայի իմանալ, ինչպես եք խնամում եւ ինչ շամպուն կամ բալզամ եք օգտագործում, նախապես շնորհակալություն, եւ ինչպես հետեւել ձեր տորթերի դասերին։ Այսպես սիրելի հետևորդ, այնտեղ տորթերի մասին էլ ինչ որ մաս կար, տորթերը թողնենք առանձին այլ թեմայի հետ կապված, իսկ տորթերի դասերի անհատական կամ ընդհանրապես ուսուցման համար, գաղտնիքները տրամադրելու համար թողեք հեռախոսահամար կապ հաստատեք ինձ հետ կամ ես կթողնեմ, կխոսենք մանրամասն կպայմանավորենք։ Ասեմ բուն հիմնական թեմային, այնտեղ շեշտվում է, որ ձեր մազերը նույն իմ մազերի ձև են, այսինքն երեք թե կազմվածքը ստրուկտուրան ինչպեսի ասում ենք, ինչպես եմ խնամում, ինչ շամպուն, ինչ բալզամ, այստեղ հարցին պատասխանելը կփորձեմ ինչքան հնարավոր է կարճ կոնկրետ, որ ձեզ համար հասկանալի լինի, բայց այո, կան բավականին տարբերություններ։ Իմ մազերի մասին խոսքը շատ է գնում, անգամ Հայաստանից դուրս Ռուսաստանում շատ են եղել, որ մոտեցել են հարցրել են, это накладные волосы, я говорю нет, այսինքն դրված մազեր չեն, շատերին թվացել է, թե այն արհեստական աճեցված դրված մազեր են, դեռևս էլ ավելի երկար են այդ ժամանակահատված, ինչի մասն է խոսքը, առողջ գեղեցիկ տեսք ունենալու, դեռևս վերջերս երանգավորում չեմ կատարել, որից հետո էլ ավելի հրաշք է դառնում, շատերի համար զարմանալու է անհավանական, որ այսպիսի երկարությամբ, գեղեցիկ երանգավորմամբ, առանց որևէ վնասվածության սա իրական մազեր են, ինչից է դա, այո, այն իմ գաղտնիքն է, որը ես ունեմ վաղուց 20 եւ ավելի տարիներ, այն ինչը որ կա մենք օգտագործում ենք, բայց ես ունեմ իմ մաս, ինչպես եմ ստեղծագործում, ինչ հավելումներ, ինչպես կարելի է խնամել, մշակել, այո, դա ծրագիր է, գաղտնիք է, որպեսզի դուք ունենաք առողջ մազեր։ Փորձեմ պատասխանել այսպես. շատ անգամ բոլորովին առողջ մազերը, այսինքն բնական, չներկված երբևիցե, այրված են, չորացված, փշրվող, կոպիտ, այսինքն անխնամ տեսք ունեն, իսկ իմ մազերի դեպքում գրեթե 20 եւ ավելի անգամ գունաբացված, կրկին երանգավորված, այսինքն անընդհատ քիմիական գործողություն է կատարվել, բայց առողջ են, շատ բնական չներկված մազերից, անգամ չկան ճյուղավորումներ, իսկ ինչից է այն, սա մեծ ծրագիր է, դասընթաց է, ես չգիտեմ ինչպես բացատրեմ, որ ժամանակը բավականացնի եւ դուք ինչ որ բան հասկանաք։ Չունեմ հատուկ նախընտրած շամպուններ կամ բալզամներ, քանի որ ժամանակ ունենալու դեպքում այն պատրաստում եմ մեծամասամբ ինքս, կամ տալիս եմ պատրաստի շամպուն բալզամներին հավելումներ իմ կողմից, իսկ ինչ հավելումներ են, ինչպես ենք պատրաստում, ինչ ենք անում,
Սա կրկին առանձին ծրագիր է, դուք իրոք ոչինչ չեք հասկանա։ Միայն կասեմ մի բան, նայեք այստեղ։ Ես մտածված տարաները դրել եմ թեքված տարբերակով, որպեսզի ինչ-որ ֆիրմայի անուն չկարդացվի, քանի որ իրականում չկան։ Սրանք դատարկ տարաներ են, որի մեջ լցրել եմ իմ պատրաստած մազերի խնամքի պարագաները, իսկ ինչ հավելումներ են, ինչպես եմ ավելացնում, ինչից եմ պատրաստում, ինչպես եմ մշակում իմ մազերը, եթե այ հիմա ձեռք տակ, կզգաք իր փափկությունը, ճիշտն ասած հիմա այնքան էլ պատրաստ վիճակի չեմ, քանի որ քիչ առաջ իմ այգում կրկին աշխատանք էի կատարում, գործ էի անում, ինչպես տեսնում եք իմ նախորդ վլոգներում, կարելի ասել մազերս արդեն լվանալու են, բայց փափկությունը, եթե դուք ձեռք տակ եւ զգաք որակը, կհասկանաք ինչ իդեալական են, իսկ այդ ամենը ինչ է իմ պատրաստած խնամքի պարագաները մազերի հետ կապված, որտեղ իմ ուսանողները գիտեն 20 տարուց ավելին, արդեն նախկին ուսանողները բնականաբար, որոնք տարիքով կանայք են, տղամարդիկ, ուսումը վերջացնելուց հետո աշխատում են կամ որևէ երկրում են, արդեն իրենք գիտեն, որ վաղուց մշտապես իմ ծրագրերում, իմ բարձրահարդարման դասընթացների ժամանակ խոսել եմ, տվել եմ, տալիս եմ, թե ինչպես ճիշտ խնամել մազերը եւ անգամ տնային պայմաններում շատ հետաքրքիր ինքներդ պատրաստելով պարագաներով Իսկ ինչպես պատրաստել, չգիտեմ, ես այդ գաղտնիքը տամ թե ոչ։ Բավականին երկար ժամանակ վաղուց ինձ ասում էին դու ինչու չես այն արտադրում, մենք գնենք քեզանից այն պատրաստի վերցնենք։ Ճիշտ ասած չեմ հասցնում, ժամանակ չունեմ։ Եվ կրկին դերևս տատանվում եմ արժի ես ուղղություն վերցնեմ, քանի որ ինձանից շատ մեծ զբաղվածության ժամանակ է այն տանելու։ Դերևս անընդհատ թողնում եմ մի կողմ։ Այո, ինքս ունեմ ամենաիդեալական բաղադրատոմսերը, որ ճիշտ ասեմ, բոլորի տանը կան այդ պարագաները ինչից պատրաստում են, որ դուք իմանաք ինքներդ բոլորդ կարող եք սկսել ձեր արտադրությունը, բայց թողնենք առայժմ մի կողմ։ Այո, ես մշակում եմ հատուկ իմ պատրաստված մազերի խնամքի միջոցներով, որտեղ կան որոշակի յուղային զանգվածներ, իհարկե ճարպերի մասին չէ խոսքը, որ մազերը ծանրացնի։ Հիմնականում բուսական հավելումներ, 99% բուսական հավելումներ, եփուկներ, խոտաբույսեր, ինչպես հիմա ես այսպես այդքանը չեմ կարող ասել։ Եթե այն շատ է հետաքրքրում ձեզ, գրենք կպատասխանեմ ցանկանում եք պատրաստի տարբերակով վերցնել, թե սովորել ինքներդ։ Իսկ դա ինչպես է կատարում, բնականաբար լվանալու ժամանակ, լվանալուց հետո ինչ ջրով ենք ցայում, ջրին ինչ հավելում ենք ավելացնում, սանրելու ժամանակ ինչպես ենք սանրում եւ ինչ թողանքով, որպեսզի չփոկենք մազերը, լինի սահուն, այնուհետեւ պահի մազերը առողջ։ Չորացնելուց հետո ծայրամասերը ինչպես ենք մշակում, ինչ յուղով, ինչ քսուկով, հիմնական գործողություններն են, այսինքն լվանալու վերջում ջրին ավելացնելով ցայելու ժամանակ որևէ հավելում 1 Սանրելու ժամանակ ինչ ենք ցողում մազերին 2 Մի փոքր խոնավ կամ արդեն չորացած ժամանակ ինչ ենք քսում մենք ծայրամասերին, որպեսզի բուժվի, դուրս գան եւ չունենանք ճյուղավորումներ։ Հիմնական գործողությունները դրանք են եւ հաջորդի օրերը մինչ հաջորդ լվանալը։ Իսկ նախապես ասեմ, շատերին գիտեն, որ մազերը շատ հաճախակի են լվանում։ Հիշեք, ամենայուղոտված մազերը չի կարելի 3 օրից շուտ լվանալ։ Իմ դեպքում իմ մազերը ունեն հատուկ օր, շաբաթական 1 անգամ։ Իսկ ինչի համար է դա այդպես, եթե իհարկե այլ փոշոտում, այլ ինչ-որ խնդիր չի եղել, ուրեմն ես պահպանում եմ այդ օրը։ Այսպես հարգելի հետևորդ, պետք է մազերին խնամել, մշակել, չթողնել այն որակազրկվի, չորանա, սխալ պոկելով սանրեք ձեր մազերը, թողեք պարզապես չորանա արևի տակ, արևից շատ չորանալով էլ ավելի կոպիտ որակ ստանա եւ այսպես շարունակ։ Այո, կա ծրագիր, ինչեր են պատրաստում, ինչպես եմ օգտագործում։ Եթե կա ցանկություն, եկեք դուք ինձ խորհուրդ տվեք, կարելի ասել ստիմուլ, ես հասկանամ, սկսել այն ներկայացնել, թողարկել տալ ձեզ, թե ոչ, քանի որ իրենք թանկարժեք չեն, բայց շատ որակյալ։ Դե ինչ, անցնեմ հաջորդ հարցին, մեկնաբանությանը։ Մի հարց ուղղեմ ձեզ, մազերը սկսել են չորանալ, տհաճ ճյուղավորվել, չնայած հաճախ եմ կտրում մազերս, միջին երկարության են, ասեմ նաև, որ մի պահ հաճախ էի ֆենում, խնդրում եմ խորհուրդ տաք, ինչ անեմ, կանխավ շնորհակալություն։ Նախապես ասեմ անչափ շնորհակալություն գովասանքի խոսքերի համար, կրկին նույն կարելի ասել երևույթ է, չորացվածություն, ճյուղավորվածություն, չի հասցնում աճել մազերը, հաճախակի եմ կտրում Սա այն սխալ միֆն է, երբ որ լսում եմ, գնանք մեր մազերը մշակենք ամիսը մեկ անգամ ծայրերից 1-2 սանտիմետր կտրենք, մշտապես վաղուց ես այն լսել եմ, որ իբր մազերը ծայրերից կտրելու ժամանակ սկսում է ավելի արագ աճել երկարել։ Ես փորձեմ հակիրճ մի փոքր կարճ կոնկրետ կրկին բացատրել, ինչ է մազը։ Եթե այսպես վերցնենք, ոչինչ չհասկացա։ Երևի անգամ նկատելի չէ, որ ավելի կոնկրետ բացատրեմ։ Ես պետք է բերեի գրատախտակը, նկարեի մազի կառուցված կուտիկուլաներ, թեփուկների պես ինչպես կարող են բացվել, փակվել։ Իսկ ինչ է ճյուղավորվածությունը։ Չորությունից սկսվում են ճակոտվել, բացվել, ճյուղեր առաջացնել, ինչը որ մեր կյանքում գրեթե ամեն ինչ։
Անկամ հողի հետ խաղալուց շփվելուց մեր ձեռքերը չորանալուց սկսում ենք երևազատվել, հա, ինչպես ասում են կաշին դուրս գալ կրկին չորությունից, մեր մատներից մաշկից առանձնանում է։ Նույնը ծառի ճյուղը բույսերը չորանալուց սկսում են իրենց կողքից ինչ որ ճաքեր առաջանալ, որը ձեր տալուց հեշտ կոտրվում է։ Նույնը մազը այն չորությունից սկսում է փշրվել, ճյուղոտվել, իսկ ճյուղը ինչ է, ստացվում է մեկ ամբողջ մազը, բացվում է իր կուտիկուլայից եւ սկսում է տարածվել ամբողջը։ Կարելի ասել մազը կարող են մեջտեղից այսպես բացելով կիսել, նկատել եք, չէ՞։ Իսկ ինչ է չորությունը, ինչպես է առաջանում, ինչից է առաջանում մազերի չորությունը։ Սխալ խնամելուց, չխնամելուց, այլ ավելի շատ տանջելուց, այրելուց, ինչ օին ասես գլխին հանելուց կարելի ասել, որոնցից են սխալ եւ հաճախակի քիմիական ներկերը, ներկումը, գունաբացումները, այսինքն մազերին այրում են, թափում են մի կողմ։ Հաճախակի ջերմային մշակումները, ջերմային մշակում այդ շիվցիներ, ուղղացնող հարթուկներ, ֆեն, սովորական օդամբղից շատ տաք, այսինքն մազին անընդհատ մենք չորացնում ենք, իսկ մազի միջի իր հյութեղ, էլաստիկ այդ զանգվածը ամեն չորացնելուց դուրս է գալիս, մնում է կարելի ասել մեռած մարմին, չոր, որը բնականաբար պետք է փշրվի հաճախակի ջերմային մշակումից։ Չի կարելի այդքան շատ ֆենել մազերը, կրկին եմ շեշտում, թե շիպցի տարբերակով, թե հարթուկներով, թե օդամբղիչ տաք վարսահարդարիչներով չի կարելի մազերին հանգիստ թողեք։ Իսկ երբ որ դուք ցանկանում եք այսպես ուղիղ իմ ամենաչսիրած ուղիղ մազերը, այն որ ուղղությունից կարելի ասել փայլում են, փայտի պես ուղիղ, որպեսզի ծայրերը ոչ մի կողմ թեքվածություն չունենան այսպես հատիկներով, իսկ այդ աստիճանը ստանալու համար պատկերացրեք ինչ տանջանք ենք տալիս մազերին։ Եթե այն արևի լույսի տակ նայեք, կտեսնեք, որ անգամ ծայրերը ճյուղավորված զանգվածը սպիտակել է արդեն։ Այրվածությունից, փշրվածությունից, կարելի ասել խանձված վիճակ, եթե այսպես խոսենք, որ ասում են մազերը ծայրերից կտրեն նորից երկարի։ Այդպիսի բան չկա։ Մազը աճում է արմատից։ Դուք ուզում եք այստեղից կտրեք, ինչ ուզում եք արեք։ Մազը կարելի է համարել մեռած մարմին, այն չի զգում, այն զգայուն ոչինչ չունի եւ ծայրից մազերը չեն աճում։ Իսկ այս դեպքում դուք չեք ունենա ձեր ցանկալի երազած երկար մազերը, քանի որ դուք չեք թողնում, որ այն երկարի անընդհատ կտրում եք ծայրերից, ինքը արմատից մինչև մի փոքր երկարում եք, կրկին կտրում եք ծայրերից, ձեր մտածելով իբր մշակում եք, որ մազերը արագ աճեն, չգիտեմ ով է հորինեն դա։ Իսկ իրականում մենք ծայրամասի ճյուղավորվածությունները բուժում ենք, այնպես ենք բուժում, որ աստիճանաբար ինքնուրույն թափվում են այդ ճյուղավորվածությունները, իսկ մազերը արմատից աճում են դե բնականաբար շատ մարդկանց մոտ արագ, որոշ դեպքերում միջին ժամանակահատվածում, որոշ դեպքերում բավականին ուշ են աճում։ Դա մազարմատի ստրուկտուրան է, կազմվածքն է, այսինքն խարակտերիստիկան տարբեր մարդկանց մոտ, ինչից է գալի, ինչ պատճառներ ունեն, դա առանձին թեմա է, ասեմ ինչի համար են մեկի մոտ արագ աճում, մեկի մոտ նորմալ, մյուսի մոտ դանդաղ։ Անգամ ամենաշատ վառված ճյուղավորված մազերը բուժում են իմ պատրաստած քսուկներով, խնամքի պարագաներով։ Հիմա կասեք, բա որտեղից ոնց ձեռք բերենք, ինչ անենք։ Ես կտեսնեմ մեկնաբանություններին հարցերին, եթե այն սկսելու է ձեզ շատ հետաքրքրել, այո, ես կարող եմ ապրանքատեսակը ասել, 10 եւ ավելի տարիներ խոստանում եմ, որ այն կարտադրեմ որպես վաճառքի, բայց դերևս զբաղվածության պատճառով ոչինչ չեմ անում, կմտածեմ այդ մասին, որ ձեզ մեկ քսուկը կբավականացնի մի քանի ամիս եւ մազերը կլինեն բուժված, առողջ, ոչ մի ճյուղավորվածություն, իհարկե այն օգտագործման ժամանակ չի կարելի կրկին ջերմային մշակումները շատ անել, այսինքն մի կողմից բուժել, լավացնել, մի կողմից կրկին նորից այրել, մազերին հանգիստ ենք թողնում։ Չեմ ասում ընդհանրապես չպետք է մշակենք, այո, ամսվա մեջ 1 կամ 2 անգամ ես ինքս մշակում եմ, բայց այնուհետև ծայրամասերը այնպես եմ խնամում, այդ տաքության վնասները վերականգնեմ շատ արագ։ Երևի թե հասկացանք, չէ՞։ Նաև մազարմատի բնական յուղի ճիշտ տարածումն է հարկավոր, այսինքն ճիշտ սանրելու միջոցով մեր մաշկի բնական յուղի սանրելու միջոցով մինչև ծայրեր հասցնելու գործընթացը, ինչպես ենք անում, ինչպես ենք կատարում, որը պարտադիր է օրվա մեջ մի քանի անգամ տարբեր կողմերից մազերը սանրելով մեր բնական գլխի արտադրած ճարպը հավասարաչափ բաշխում ենք մինչև մազերի ծայրամասեր։ Եթե դուք քնում եք առավոտյան արտանակ, ձեր բարձը եթե մի փոքր մուգ գույնի կտորից է, ուշադիր նայեք իր վրա կտեսնեք, որ ձեր մազերի ճյուղերը ինքնըստինքյան աստիճանաբար փշրվում են եւ բարձի վրա կա այդ կապված տարբերակի։ Այսինքն ճիշտ մշակումից հետո բուժվում են, լավանում են եւ ավելորդ փշրվածությունը դուրս է գալիս, որը աչքով տեսանելի է։ Հաջորդ հարցը այսպեսին է. Կարինե ջան, որ խնդրեմ կասեք ձեր մազերի ներկի անունը եւ համարը։ Իմ մազերն էլ ձեր մազերի նման են եւ շատ կցանկանայի իմանալ ձեր մազերի ներկը որն է եւ նախապես շնորհակալություն։ Որն է իմ մազի ներկի անունը։ Իմ մազի ներկը ոչ անուն ունի, ոչ համար ունի, ոչինչ չունի։
Այս ստեղծագործում եմ ինքս, պատրաստում եմ ինքս։ Այսինքն այս գույնը ստանալու համար կրկին շեշտեմ, որ բավականին երկար ժամանակ չեմ ներկել, իսկ իր վրայի երանգավորումը, գունավորումը, այսինքն կոլորիստիկա, ինչպես ասում ենք, մեկ ամսից աստիճանաբար սկսում է թափել դուրս գալ, դրա համար դերևս երանգավորած չէ, բայց միևնույն է սիրուն գույնը կա։ Այսպիսի երանգավորում եւ գույն ստանալու համար չկա որևէ ներկի անուն, տուփ, համար, ես այդպես բաներ չունեմ, իսկ ինչ է, ինչպես եմ անում, հեսա ասեմ, խնդիր չկա, ասեմ որն է իմ մազերի ներկի իրական համարը, թե ինչ ինչպես ասեմ, այսպես։ Այս մեկ տուփ, որի մեջ մի քանի ներկեր են, այս տարբերակը, որը ծիծաղելի կթվա, այստեղ այնքան շատ ներկեր կան։ Մի հատ նայեք ինչ է կատարվում այստեղ։ Իմ մազերի ներկերի գույները։ Խնդրեմ, սա է, սա։ Այսպես մանր մունուր լիքը, եթե ես ամբողջը անեմ, երևի 20 եւ ավելի տարբերակներ, իսկ ինչ եմ անում։ Ես բոլոր ներկերից իմանալով ինչ եմ ուզում ստանալ, ինչ երանգավորում է ինձ պետք, ավելացնում եմ ամեն մի ներկից ընդամենը 1 կամ 5 սանտիմետր ավելացումով, կարճ ասած, մի քանի ներկեր, գրեթե 10-15 անգամ 20 բոլորից փոքրիկ հատիկներով ավելացնում եմ, ինչպես եմ օքսին ավելացնում, այսինքն ես խառը տարբեր ամենահասարակ, ամենաէժան, ամենապարզագույն ներկերից, որ ընդամենը մի քանի 100 դրամ արժեն, եւ թեկուզ ամենաթանկարժեքներից խնդիր չկա, խառնումով ստանում եմ նոր գույն, հետարքիր, դա հենց մասնագիտությունն է, հենց գիտելիքն է երանգավորողի, կոլորիստիկա, ինչպես ասում են, գիտությունը գիտելիք է, որ պետք է իմանալ, իսկ դրա համար կա հատուկ դասընթաց։ Մեկական դասընթացներ այս մասին վերջում կասեմ ձեզ։ Նաև ասեմ այդ մասին, այդ միֆերը, որ ասում են թանկներ, էժաններ, բոլորի հիմքը նույնն է, բոլորը պատրաստվում են նույն բաղադրությունից, միայն այնտեղ կա ավելի խիտ, միջին կամ թույլ կազմությամբ, որտեղ այս դեպքում այո, կամ որ երկար են մնում մազերի վրա մի փոքր բացվում են, բայց կրկին սրանք բացատրություններ ունեն, այս մասին մի փոքր առանձին կխոսեմ, որովհետև այնտեղ սպիտակը մազերի հետ կապված, էլի հարցեր կային, այս մասին առավել մանրամասն կասեմ ձեզ։ Հարգելի հետևորդներ, այն ասույթը, հա, այն միտքը, որ մազերի ներկը թափվում է մազերի վրայից։ Իմիջիալոց գրեթե 90% նման բան չի կարող լինել։ 10%-ի դեպքում քիչ առաջ ասացի, չէ, մազերի ներկի կազմությունը, ինչը որ գրեթե 90% բաղկացած է նույն հումքից, մի դեպքում ավելի խիտ ամրությամբ է պատրաստված, մի տեղում միջին, մյուս տարբերակում էլ ավելի թույլ։ Այս դեպքում կարող է մազերի վրայից մի փոքր մաքրվել։ Ձեր մազերը աճում են, այլ ոչ թե ներկն է թափում։ Կարող է միայն թափվել, գունաբացած մազերի վրայից կբացատրեմ ինչի համար։ Գունաբացած մազերի վրա, երբ որ մենք կատարում ենք երանգավորում կամ որևէ ներ, աստիճանաբար լվանալուց այն սկսում է դուրս գալ, իսկ ինչի է այդպես, այս մասով ես ձեզ կբացատրեմ։ Հիմա տեսեք, սպիտակ մազերի մասին է խոսքը։ Մի փոքր կարճ, արագ, այն լինում է գենետիկ, ձեռքբերովի, տարիների ընթացքում տարիքից բնականաբար իսկ կան ավելի երիտասարդներ դպրոցական տարիքից, ովքեր ունեն արդեն սպիտակած մազեր, դա հիմնականում օրգանիզմում կատարվող փոփոխություններն են, այո, վիտամինների պակաս, իսկ աստիճանաբար միջին տարիքից ավելի բարձր, մենք ինչքան որ ծնվենք, մեզ հետևենք, միևնույն է, օրգանիզմում փոփոխություններ են կատարվում, փոփոխումներ, հիմնականում վիտամինի պակասներ, D, C եւ այսպես շարունակ, որը կապված է նաեւ հորմոնների հետ, իսկ պատճառները նաեւ այո ստրեսներ, անքնություն, հոգնածություն, լարվածություն, աստիճանաբար այն բերում է մեր օրգանիզմում փոփոխվող ինչ-որ իրավիճակների, որը առաջնահերթ ազդում են մազերի վրա։ Իսկ սպիտակ մազերը նաև որակապես փոխվում են։ Բացի դրանից ճերմակելը, եթե կնկատեք, այն կոպտանում է, կորցնում է իր էլաստիկությունը եւ հիմնականում ինչ որ առաջանում է կարճ իրավիճակներ, սպիտակած մազերը հիմնականում կարճ, չոր, շատ դեպքերում այն արմատով մենք դուրս ենք բերում, որտեղ ոչ մի վնաս չկա, կարելի է։ Երբ որ ասում են, չէ, սպիտակած մազերը չեն քանում, ավելի կշատանա, այսպիսի բաներին չենք հավատում։ Քանի որ սպիտակած մազը կարելի ասել համարում ենք մեռած մազ, կարելի ասել իր մեջ մեռած են բոլոր օգտակար որակական հատկանիշները, ինքը դառնում է ինքնըստինքյան դժվար ենթարկվող մազ։ Շատ դեպքերում ասում են սպիտակած մազերը լավ չեն կարողանում ներկել, լավ չի ներկվում, ներկը չի վերցնում, չի բռնում, ինչպես ասում են, կամ իր վրայից ներկը շուտ է թափվում, իսկ իրականում այստեղ կա գործողության ճիշտ տարբերակ։ Սպիտակած մազերին կա ներկելու հատուկ ձև, որը հիմնականում 2-ից 3 գործողություն է։ Եթե այս մասին ձեր վարսարդարը լավ գիտի, ապա դուք կստանաք որակյալ ներկված մազեր, որ մինչև ձեր սպիտակած մազերը չաճեն, արդեն նախկին սպիտակած մազերից որևէ ներ չի թափվի եւ կունենաք որակյալ տեսք։ Իսկ ինչի մասին է խոսքը, շատ թույլ 3% տարբերակով նախապես թույլ գունաբացումից հետո լվանալ, չորացնել, ներկը ձեր ցանկալի գույնը
կրկնակի անգամ գործողություն կատարել, որպեսզի այն ճիշտ կարողանան նստի մազին, ինչպես ասում ենք։ Այսինքն մենք սպիտակած մազերին դարձնում ենք ենթարկվող, քանի որ ինքը դերևս գործողություն չկատարած, չենթարկվող արդեն մեռած մազ է համարվում։ Այստեղ ավելի մանրամասն բացատրություն կա, պարզապես ժամանակը չի բավականացնի։ Երևի թե կհատկացնեմ մեկ առանձին օր, դաս, այս բոլոր հարցերին կպատասխանեմ մեկ հարցին մեկ ամբողջ դաս, որ շատ մանրամասն խոսեմ երկար ներկայացնեմ ձեզ։ Լավ, եկեք անցնենք հաջորդ հարցին։ Հարցը այսպիսին է. Իսկ վնասված մազերը ոնց կարող ենք հունաբացել։ Վնասված մազերը ինչպես կարող են բացել։ Ինչպես ասեմ, հեսա ասեմ, կաթով։ Չեմ խաբում, իրական կաթ, խմելու կաթ։ Խմեմ տեսեք։ Ինչ համեղ է, ես կաթ շատ եմ սիրում։ Այո, լսել եք, չեք լսել երբևէ, սովորական խմելու կաթ։ Ինչպես գունաբացել մազերը փշրված եւ այրված որակի, կամ ոչ փշրվի, այլ ավելի շատ չայրվի, կաթով։ Իսկ սա ինչ է, զարմացաք, սրա մասին առանձին ծրագրով երկար խոսելու եմ։ Հիմա կրկին շեշտեմ։ Կաթով արհեստական գանգրեցում, լսել եք, եթե ոչ, ես կարող եմ կատարել, դուք տեսնեք։ Այսինքն զավիվկա, ինչպես որ ասում ենք, արհեստական գանգրեցում, որը պահպանում է 6 ամիս, շատ դեպքերում մազերից ընդհանրապես դուրս չի գալիս մինչև չկտրեն, այսինքն արհեստական գանգրեցում է, որպեսզի մազերին չայրի, քանի որ ինքը խորը քիմիական մշակում է, սխալ կատարելու դեպքում կարող են այրվել մազերը, որակյալ կատարելու դեպքում նույնպես մի փոքր վնասում են մազերին, իսկ եթե մազերը ներկված են, գունաբացված են եւ ցանկանում են արհեստական գանգրեցում, երկրորդ անգամ քիմիան տալուց հետո գանգրեցման համար այն ամբողջությամբ կփշրվի եւ դուրս կգա։ Այս դեպքում պարտադիր կատարում են կաթով արհեստական գանգրեցում։ Այդ քիմիական ուժը մազերին չվնասելու համար բնականաբար աշխատում են կաթով, նույնը գունաբացման ժամանակ։ Միայն ինձ մոտ այդ ծրագրերը, այդ գաղտնիքները, հետևեք իմ էջին, իմ տեսանյութերին, վլոգներին, իսկ այլ տարբերակով ձեր մասնագետը այնքան ճիշտ պետք է աշխատի, որպեսզի չվնասի ձեր մազերը ներկելուց, եթե անգամ ոչ կաթով, իսկ ինչպես են ներկում, ինչպես են աշխատում։ Հիմա քիչ անց այս հարցից հետո երեք մի փոքր գործնական տարբերակով, պարզապես ձեռքի շարժումները ցույց տալով կներկայացնեմ ձեզ, կասեմ, որպեսզի ձեզ համար ել ավելի հասկանալի լինի։ Մնացած հարցերին ինչ-ինչ պատասխանեցի, կթողնեմ հաջորդ իմ տեսանյութերին, վլոգներին, դուք գրեք հարցերը, ես ձեզ կպատասխանեմ։ Հիմա ես ցույց կտամ ներկելու հետ կապված որոշակի գործընթաց, մազերի հետ կապված մի փոքր բացատրություն ձեռքերով աշխատանքներով, այս դեպքում ձեզ համար ել ավելի հասկանալի կլինի։ Սրանք բոլոր այն խնամքի պարագաներ, քսուկներն են, որոնք պատրաստում եմ ինքս մազերի խնամքի համար։ Պարզապես լցնում եմ այնպիսի տարաներ, որպեսզի անճանաչելի լինի։ Իսկ հիմա կրկին հիշեցնեմ, մազերը սկզբնականում սանրելու համար պարտադիր վերցնում ենք լայնատամ սաներ, որպեսզի այն չպոկենք եւ աստիճանաբար վերևի մասից սկսած շարժումներ կատարելով բացենք կպած մազերը։ Ներկային գործողություններ կատարելու համար շատ հարմար են այս խոզանակները, որոնք ունեն երկար մազիկներ։ Տեսեք, ձեր այն հարցին վնասված գունաբացված մազերը ինչպես կրկին գունաբացենք, որպեսզի չվնասենք, բնականաբար միայն արմատներից ճիշտ ուղիղ գիծը բացելով։ Պետք է աշխատել այնպես, որ գունաբացող նյութը չանցնի արդեն ներկված մազերին, միմիայն բնական աճված արմատները պետք է ներկենք սկզբում։ Ես հիմա միայն աշխատանքային ընթացքն եմ ցույց տալիս ձեզ առանց իրական ներկի գործողություն կատարելու։ Հիմա ուշադիր հետևեք, թե ինչպես կարելի է մաքրել մազերի ծայրամասերի այրված, ինչպես ասում ենք ճյուղավորված հատվածը, որը համարվում է pointing, slicing, այդ մասին նախորդում ես արդեն ասել էի։ Պետք է լինել ուշադիր, մազերը կտրելուց առաջ պետք է այն որևէ կողմ թեքված չլինեն, հակառակ դեպքում կկտրվեն խոր և ծուռ տարբերակով։ Հիշեցնեմ կրկին իմ նախորդ տեսանյութերից, այս գործողությունը համարվում է pointing, slicing, ֆիլիրովկա։ Այս տարբերակով ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է մազերի բուժիչ յուղը տարածել միայն չորացած և վնասված հատվածին։ Նախապես թափահարում ենք տարան, որպեսզի յուղային և հեղուկի զանգվածը հավասարաչափ միաձուլվեն։
Ափի մեջ լցնելով շատ քիչ կաթիլներ, ապա շփել երկու ձեռքերը և տարածել այն մազերի կեսից ներքև ընկված հատվածը, կամ միայն չորացված ծայրամասերը առանց բարձրանալու դեպի վեր նոր աճված մազերին։ Եվ այսպես սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, ինչ հարցեր ունեք կրկին գրեք։ Կընտրեմ հարցերից այն տարբերակները, որը կարելի է դասընթացի ձևով ներկայացնել, կրկին այսպես կպատասխանեմ ձեր հարցերին, որպեսզի հասկանալի լինի։ Այսինքն կազմակերպելով մեկական սեմինար տարբերակները, ինչպես դուք տեսաք, գարանը, ամռանը, օրերը արդեն տաքանում են, այդ ամենը լինելու է իմ կազմակերպած վայրում, հանգստի գոտում, որտեղ գեղեցիկ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, հետաքրքիր հանդիպումներ, ինչպես որ անցած տարի կատարվեց, եւ մեկ օրյա սեմինար դասընթացներ, որի ժամանակ կոնկրետ հստակ դուք կստանաք գիտելիք։ Ինքներդ մի քանի ժամվա ընթացքում այդ օրը մեկ օրվա մեջ կաշխատեք, կկատարեք աշխատանքներ, կսովորեք եւ գիտելիքով կգնաք տուն։ Եվ հետևեք գովազդներին, որպեսզի իմանաք երբ, ինչպես է այն լինելու, ինչպես է կատարվելու, մեկ օրվա հատվածում կստանաք միանգամից այն գիտելիքը, որը ձեզ պետք է եւ հստակ կարող եք աշխատել։ Այս մասին առավել մանրամասն մի ընթացք հետո կարելի ասել։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք հաջորդ իմ տեսանյութ վլոգին, փորձեմ ինչքան հնարավոր է ուսումնական ծրագրերով։ Գիտեմ, ձեզ ավելի հետաքրքիր է անձնական, ընտանեկան կամ ինչ հարաճճիությունների վերաբերող վլոգները, բայց օրերը տաքանում են, արդեն իրական ժամանակահատվածն է գիտելիքների, դասընթացների, հետևեք, շատ հետաքրքիր նորություններ են սպասվում։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տեսանյութ դասընթացին։